Ողջույն հարգելի ճագարներ, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի։ Ճագար նաև համարվում է նապաստակ և իհարկե կատու։ Սկսվել է արդեն աման օրը 2026 թվականի փետրվարի 17-ից և այն կավարտվի 2027 թվականի փետրվարի 5-ին։ Եվ ովքեր որ ծնվել են հիմա նշած ժամանակահատվածում, տարիներին իհարկե, ուրեմն դուք տարով ճագար եք։ Եթե ծնվել եք հունվար, փետրվար ամիսներին, ապա լավ ուսումնասիրեք, նաև կարող եք նայել իմ Facebook-յան էջը, այնտեղ նշված է, թե որ նշանին է պատկանում, այսինքն երբ է սկսվում այս կամ այն տարին։ Եվ ովքեր ծնվել են 1939, 51, 63, 75, 87, 99, 2011 և 2023 թվականներին, ապա դուք համարվում եք ճագարներ տարով։ 2026 թվականը ճագարների համար կլինի փոփոխությունների և նոր հնարավորությունների տարի։ Կարմիր կրակետ ձիու տարին կբերի ակտիվություն և շարժ, ձեզանից կպահանջի լինել ավելի ճկուն ու պահպանել ներքին հավասարակշռությունը։ Այս ժամանակահատվածում կյանքը կարծես կստուգի, որքան եք կարողանում հանգիստ մնալ արագ փոփոխվող իրավիճակներում։ Միևնույն ժամանակ այս տարին ձեզ հնարավորություն կտա դրսևորել նախաձեռնություն և անել կարևոր քայլեր դեպի հաջողություն։ Անձնական կյանքում ճագարները կարող են ավելի ամրացնել իրենց հարաբերությունները և հասնել ընտանեկան ներդաշնակության։ Միայնակ մարդիկ մեծ հնարավորություն ունեն հանդիպելու մեկին, ով կհասկանա իրենց և կստեղծի ապահովության զգացում։ Կրակետ ձիու ազդեցությունը կարող է ուժեղացնել զգացմունքները, բայց կարևոր է չկորցնել խելամտությունը և չգործել միայն հույզերով։ Նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, պետք է ավելի շատ շփվեն, լինեն անկեղծ և միասին որոշումներ ընդունեն, որպեսզի հարաբերությունները ավելի ամուր դառնան։ Աշխատանքում 2026 թվականը կարող է բացել լավ հնարավորություններ, հատկապես կրթության, արվեստի, դիվանագիտության և ֆինանսների ոլորտում։ Ձեր բանակցելու ունակությունը և մանրուքներին ուշադրություն դարձնելը կօգնեն հաջողության հասնել։ Հնարավոր են նոր համագործակցություններ, օգտակար ծանոթություններ և եկամուտների աճ։ Սակայն պետք է խուսափել շտապ որոշումներից և մեծ ռիսկերից։ Այս տարի հաջողությունը ավելի շատ կգա նրանց մոտ, ովքեր մտածված և զգույշ են գործելու։ Եթե լինեք համառ և խելամիտ, ապա ձիու տարին ձեզ կբերի կայուն զարգացում, ճանաչում և վստահություն ապագայի նկատմամբ։ Աշխատանք և ֆինանսներ 2026 թվականը ճագարների համար կլինի ակտիվ և արդյունավետ շրջան։ Նախկինում կատարած ձեր աշխատանքը վերջապես կսկսի արդյունք տալ։ Կարմիր կրակետ ձիու տարին կբերի շատ շարժ, նոր կապեր և առաջընթաց։ Ձեր բնավորության ուժեղ կողմերը՝ դիվանագիտությունը, նրբանկատությունը և մարդկանց հետ լավ հարաբերություններ ստեղծելու ունակությունները կօգնեն հասնել հաջողության։ Աշխատանքային ոլորտում սա վճռական քայլերի ժամանակն է։ Հնարավոր է ստանաք բարձրացման առաջարկ, փոխեք աշխատանքը ավելի լավի հետ կամ սկսեք ձեր սեփական գործը։ Շատ կարևոր է թիմային աշխատանքը, հենց համագործակցությունը գործընկերների հետ կարող են բերել ամենամեծ արդյունքը։ Հատկապես հաջող շրջան է նրանց համար, ովքեր զբաղվում են արվեստով, կրթությամբ, քաղաքականությամբ կամ խորհրդատվությամբ։ Ֆինանսական առումով 2026 թվականը խոստանում է կայունություն և եկամուտների աճ։ Գումարը կարող է գալ նաև անսպասելի աղբյուրներից, օրինակ հին նախագծերից, ներդրումներից կամ համատեղ գործերից։ Բայց պետք է խուսափել ռիսկային և չմտածված ծախսերից։ Ձիու էներգիան արագություն է բերում, բայց նաև պահանջում է զգուշություն։ Ձեր ֆինանսական հաջողությունը կախված է հենց ճիշտ և մտածված որոշումներից։ Տարվա երկրորդ կեսը հատկապես լավ է անշարժ գույքի գործարքների, ներդրումների և երկարաժամկետ ծրագրերի համար։ Ընդհանուր առմամբ 2026 թվականը ճագարների համար կլինի աճի և ճանաչման տարի։ Ձեր աշխատանքը կտա իրական արդյունքներ, իսկ ճիշտ քայլերը կօգնեն ամրապնդել ֆինանսական անկախությունը և ապահով հիմք ստեղծել ապագայի համար։ Իսկ հիմա ավելի մանրամասն։ Սեր և ընտանիք
2026 թվականին կարմիր կրակե ձիու տարին ճագարների մեջ կուժաղացնի զգացմունքները, կբացի սիրտը և կստիպի ավելի անկեղծ լինել սիրո մեջ։ Ձեր բնական նրբությունն ու հմայքը կգրավեն մարդկանց ուշադրությունը, բայց կարևոր է պահպանել հավասարակշռություն զգացմունքների և հանգստության միջև։ Միայնակ ճագարների համար սա շատ լավ ժամանակ է լուրջ հարաբերություններ սկսելու համար, հատկապես գարնանը և ամռանը։ Այս շրջանում մեծ է հավանականությունը հանդիպելու մեկին, ում հետ կարող եք կառուցել խորը և կայուն կապ։ Նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են կամ ամուսնացած են, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն զուգընկերոջը։ Կարևոր է միասին ժամանակ անցկացնել, խոսել անկեղծ և աջակցել միմյանց։ Այս տարին կարող է ամրապնդել հարաբերությունները, բայց երբեմն կարող են լինել փոքր վեճեր կամ լարված պահեր։ Եթե լինեք համբերատար և բարի, այդ խնդիրները արագ կանցնեն։ Ընտանեկան կյանքում 2026 թվականը կարող է բերել ջերմություն, ուրախություն և ներդաշնակություն։ Սա լավ ժամանակ է ընտանիք մեծացնելու և սեփական տուն ստեղծելու համար։ Ձեր մտերիմների հետ հարաբերությունները կդառնան ավելի ամուր, և դուք կզգաք նրանց աջակցությունը։ Ընդհանուր առմամբ այս տարին ցույց կտա, որ սերը, աջակցությունն ու խելամտությունը կարող են ձեր տունը դարձնել խաղաղության, ուժի և ոգեշնչման վայր։ Հունվարին հանգիստ շրջան է, լավ է չշտապել, ավարտել հին գործերը և կենտրոնանալ ապագայի պլանների վրա։ Աշխատանքում ավելի լավ է մտածել ու ծրագրել, իսկ հարաբերություններում լինել ջերմ ու անկեղծ։ Փետրվարին սկսվում է ակտիվ փուլ, կունենաք նոր գաղափարներ և ցանկություն գործելու, լավ ժամանակ է նոր գործ սկսելու համար, ֆինանսները կամաց-կամաց կկայունանան։ Մարտ ամսին շատ շարժուն և արդյունավետ ամիս է, կարող եք հաջողություն ունենալ աշխատանքի մեջ, բայց կարևոր է չծանրաբեռնվել և ավարտել սկսած գործերը, սիրո մեջ սպասվում են հաճելի փոփոխություններ։ Ապրիլը դա աճի և հաջողության շրջան է, աշխատանքում արդյունքներ կտեսնեք, իսկ հարաբերություններում կլինի վստահություն և ներդաշնակություն, միայնակները կարող են լուրջ հարաբերություններ սկսել։ Մայիսին շփումների և նոր կապերի ամիս է, հնարավոր է նոր նախագիծ, պետք է ակտիվ լինեք, սիրո մեջ կլինի ջերմություն, բայց մեծ ծախսերից լավ է խուսափել։ Հունիսը կայուն և խաղաղ շրջան է, կզգաք վստահություն, լավ ժամանակ է հանգստանալու համար, սիրո մեջ կլինի փոխըմբըռնում, հնարավոր են նաև փոքր եկամուտներ։ Հուլիսը հաջողության և ինքնավստահության ամիս է, կարող եք առաջխաղացում ստանալ կամ ճանաչում, լավ ժամանակ է ձեր գաղափարները իրականություն դարձնելու համար։ Օգոստոսը ինքնավերլուծության ժամանակ է, կցանկանաք կարգավորել կյանքը, բայց կարևոր է չշտապել որոշումներ ընդունել, ֆինանսներում կարող է փոքր դադար լինել։ Սեպտեմբեր պարզություն և նոր հնարավորություններ կգան, լավ ժամանակ է կարևոր որոշումների համար, աշխատանքում և ֆինանսներում կլինի աճ, սիրո մեջ կայունություն։ Հոկտեմբերը պահանջվում է ուշադրություն և կենտրոնացում, աշխատանքում կարող են լինել փոփոխություններ, որոնք հետո օգտակար կլինեն, հարաբերություններում կլինի աջակցություն։ Նոյեմբերը հանգիստ և կայուն շրջան է, կվայելեք ձեր աշխատանքի արդյունքները, ֆինանսները լավ կլինեն, կարևոր է նաև ժամանակ հատկացնել հանգստին։ Դեկտեմբերը տարին ավարտվում է խաղաղ և դրական, կզգաք վստահություն ու գոհունակություն, կանցկացնեք ժամանակ ընտանիքի հետ, և ամեն ինչ կլինի ներդաշնակ։ Ինչ կբերի հաջողություն ճագարներին, նապաստակներին։ 2026 թվականին կարմիր կրակե ձիու ազդեցության տակ ճագարները կզգան ուժի և ոգեշնչման մեծ աճ, տարին լի կլինի հաջող պատահականություններով և անսպասելի հնարավորություններով, որոնք կարող են փոխել ձեր կյանքը դեպի լավը։ Ձեզ համար հաջողություն կբերեն կապույտը, փիրուզագույնը և ոսկեգույնը։ Այս գույները կօգնեն պահպանել ներքին հավասարակշռությունը և կգրավեն ֆինանսական հաջողություն։ Կարող եք դրանք օգտագործել հագուստում կամ տան ինտերիերում։ 2026 թվականին ձեր հաջող թվերն են 2, 5 և 8, ինչպես որ շատերին է։ Այս թվերը հաճախ կհանդիպեն ձեր ճանապարհին և կարող են կապված լինել հաջող իրադարձությունների հետ, օրինակ՝ կարևոր օրերի, հասցեների կամ այլ նշանների տեսքով։
Պետք է ուշադրություն դարձնել այսպիսի համընկնումներին։ Արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությունները ձեզ համար ամենահաջողն են։ Եթե պլանավորում եք տեղափոխություն, բիզնես սկսել կամ կարևոր հանդիպումներ, ցանկալի է ընտրել այս ուղղությունները, քանի որ դրանք կբերեն հաջողություն և աջակցություն։ Տարվա ամենահաջող ամիսներն են մարտը, հուլիսը և նոյեմբերը։ Այս ժամանակահատվածում լավ է սկսել նոր գործեր, զարգացնել հարաբերությունները և ամրապնդել ֆինանսական վիճակը։ Կարևոր է հավատալ ինքներդ ձեզ և չկասկածել, քանի որ հենց այդ ժամանակ հնարավորությունները կլինեն առավել բարենպաստ։ 2026 թվականին, չնայած ընդհանուր առմամբ դրական ազդեցությանը, ճագարի տարում ծնվածների համար նաև որոշ ռիսկային պահեր կան։ Օրինակ, կրակետ-ձիու էներգիան կարող է լինել անկանխատեսելի։ Այդ պատճառով շատ կարևոր է պահպանել ներքին հանգստություն և չշտապել որոշումներ կայացնելիս։ Հապճեպ քայլերը կարող են բերել սխալների, որոնք հետո դժվար կլինի ուղղել։ Ուշադրություն դարձրեք նաև այս գույներին՝ սև և մոխրագույն։ Դրանք կարող են թուլացնել ձեր էներգիան, այնպես որ ցանկալի է հաճախ չընտրել դրանք թե հագուստի, թե տան ձևավորման մեջ։ 4-ը և 9-ը այս թվերից պետք է զգուշանալ։ Փորձեք այդ օրերին չնշանակել կարևոր հանդիպումներ և չստորագրել կարևոր փաստաթղթեր, քանի որ դրանք կարող են այնքան հաջող չանցնել։ 2026 թվականին նաև արևմուտք և հարավ-արևմուտք ուղղությունները կարող են բերել խառնաշփոթ կամ խոչընդոտներ գործերում։ Լավ կլինի, եթե կարևոր գործերը չկապեք այդ ուղղությունների հետ։ Տարվա ընթացքում հատկապես ուշադրություն դարձրեք ապրիլ, օգոստոս և դեկտեմբեր ամիսներին։ Դրանք կարող են ավելի լարված լինել։ Այդ ժամանակահատվածներում կարևոր է հետևել առողջությանը, չծանրաբեռնվել և գերծանրաբեռնվել և ֆինանսական որոշումները լավ մտածեք, նոր հետո կայացրեք։ Եթե կարողանաք պահպանել հանգստություն, սառնասրտություն և խելամտություն, ապա նույնիսկ այս բարդ պահերը կդառնան օգտակար փորձ և կօգնեն ձեզ ներքին աճ ունենալ։ Լավագույն սիրային համատեղելիությունը 2026 թվականին կարմիր կրակետ-ձիու ակտիվ և ուժեղ էներգիայի ազդեցության տակ ճագարի տարում ծնված մարդիկ կլինեն շատ գրավիչ։ Նրանք հեշտությամբ կգրավեն շրջապատի ուշադրությունը իրենց հանգստությամբ, նրբությամբ և հաճելի բնավորությամբ։ Այս ժամանակահատվածում ամենահաջող և ներդաշնակ սիրային հարաբերությունները սպասվում են հատկապես այծի և շան տարում ծնված մարդկանց հետ։ Այս նշանները կարող են ձեզ տալ այն կայունությունն ու ջերմությունը, որը շատ կարևոր է ներքին հավասարակշռության համար։ Այծը ձեր կյանք կբերի ռոմանտիկա, քնքշություն և ոգեշնչում։ Նրա հետ անցկացրած ժամանակը լի կլինի ջերմությամբ, հարմարավետությամբ և ստեղծագործ մթնոլորտով։ Այս հարաբերություններում դուք կզգաք հոգատարություն և փոխադարձ ուշադրություն։ Այծի հետ ճագարը իրեն ապահով է զգում, և հարաբերությունները զարգանում են բնական ձևով, առանց ճնշման կամ լարվածության։ Շունը իր հերթին կլինի վստահելի և հավատարիմ ընկեր։ Նա միշտ պատրաստ կլինի աջակցել ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում։ Նրա հավատարմությունն ու անկեղծությունը կօգնեն ձեզ ձեռք բերել վստահություն և ներքին հանգստություն, ինչը հատկապես կարևոր է արագ փոփոխություններով լի 2026 թվականին։ Եթե կարողանաք ճիշտ գնահատել այս կապերը և պահպանել փոխադարձ հարգանքն ու հոգատարությունը, ապա այս հարաբերությունները կարող են դառնալ շատ ամուր և երկարատև։ 2026 թվականին ճագարի համար սիրային հարաբերություններում կարող են առաջանալ նաև որոշ բարդություններ, հատկապես վագրի և աքաղաղի տարում ծնված մարդկանց հետ։ Վագրի հետ հարաբերություններում հաճախ կարող են լինել հակասություններ բնավորությունների տարբերության պատճառով։ Դուք հակված եք գործել հանգիստ, մտածված և նուրբ ձևով, իսկ վագրը սիրում է հանկարծակի քայլեր, ակտիվություն և երբեմն փորձում է առաջնորդել կամ գերիշխել։ Եթե չկարողանաք փոխադարձ հասկանալ իրար, հարաբերությունները կարող են դառնալ հոգնեցուցիչ և լարված, հատկապես էմոցիոնալ առումով։ Աքաղաղը իր հերթին, թեև կազմակերպված և ինքնավստահ է, կարող է ձեզ թվալ չափազանց պահանջկոտ և քննադատող։ Նրա ուղիղ, երբեմն կտրուկ խոսելաոճը կարող է վիրավորել ձեր զգայուն բնավորությունը։ Այդ պատճառով նման հարաբերություններում կարող է առաջանալ
հաճախ առաջանալ անհասկացածության զգացում, անհասկացածություն, մի խոսքով դրանից երկու անգամ, լարվածությունից չեմ ուզում կրճատել, լարվածությունից խուսափելու համար ձեզ պետք կլինի ավելի շատ համբերություն ցուցաբերել և փորձել ամեն խոսք շատ մոտ սրտին չընդունել, կարևոր է նաև սովորել հանգիստ արձագանքել և չխորացնել իրավիճակը, 2026 թվականին ընտրեք այնպիսի զուգընկեր, որի հետ կարելի է կիսել ոչ միայն ձեր զգացմունքները, այլ նաև լռությունը և կյանքի պարզ, հանգիստ պահերը, հենց այդտեղ է թաքնված ձեր իրական երջանկությունը։ 2026 թվականին կարմիր կրակեցիու տարին Ճագարի տարում ծնված մարդկանց համար կբերի ուժեղ էներգիա, որը կդրդի գործողությունների և փոփոխությունների։ Այս տարին կարող է շատ հնարավորություններ բացել ձեր առաջ, բայց կարևոր է ճիշտ ժամանակ ընտրել կարևոր քայլերը անելու համար։ Ամենահաջող ամիսները փոփոխությունների համար կլինեն մարտը, հուլիսը և նոյեմբերը։ Մարտ ամսին հատկապես բարենպաստ ժամանակ է նոր նախագծեր սկսելու և աշխատանքային փոփոխություններ անելու համար։ Եթե ունեք բիզնես գաղափարներ կամ ցանկանում եք փոխել գործունեության ուղղությունը, սա շատ լավ պահ է սկսելու համար։ Հուլիսին կարող եք ավելի վստահ լինել և համարձակորեն խոսել աշխատավարձի բարձրացման մասին կամ պայմանավորվել աշխատանքի նոր պայմանների շուրջ։ Այս ժամանակահատվածը նպաստավոր է առաջխաղացման և համագործակցության ընդլայնման համար։ Նոյեմբերը ավելի հարմար է անձնական կյանքի կարևոր որոշումների համար։ Սա լավ ժամանակ է տեղափոխվելու, նոր հարաբերություններ սկսելու կամ տան և հարմարավետության մեջ ներդրումներ կատարելու համար։ 2026 թվականին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել արևելք և հյուսիս-արևելք ուղղություններին։ Այս ուղղությունները կարող են բերել հաջողություն և կայունություն։ Եթե մտածում եք տեղափոխվելու, ճանապարհորդելու կամ բիզնես սկսելու համար, բիզնեսը նաև ընդլայնելու մասին, փորձեք ընտրել այս կողմերի հետ կապված տարբերակներ։ Ձեզ համար հաջող թվերը կլինեն ևս մեկ անգամ 2-ը, 5-ը և 8-ը։ Ամսվա այն օրերը, որոնք համընկնում են այս թվերի հետ, հատկապես արդյունավետ կլինեն կարևոր հանդիպումների, պայմանագրերի ստորագրման և նոր գործերի սկսելու համար։ Վստահեք նաև ձեր ներքին զգացողությանը, երբ զգում եք վստահություն և պատրաստակամություն, դա նշան է, որ ճիշտ ժամանակն է գործելու և իհարկե ձեզ կօգնեն տիեզերքից։ 2026 թվականը, թեև ընդհանուր առմամբ հաջողակ է Ճագարի տարում ծնվածների համար, կարող է բերել նաև որոշ փորձություններ։ Ամենակարևոր խնդիրը կլինի պահպանել ներքին հավասարակշռություն արագ և լարված կյանքի պայմաններում։ Ձեր բնական զգայունությունը կարող է բախվել ձյու տարվա ակտիվ և երբեմն հապճեպ էներգիայի հետ։ Դա կարող է բերել անհանգստության կամ շտապ որոշումների, որոնցից ցանկալի է խուսափել։ Անձնական հարաբերություններում հնարավոր են թյուրիմացություններ։ Դա կարող է լինել ուշադրության պակասի կամ հոգնածության պատճառով։ Շատ կարևոր է, որ աշխատանքը ամբողջությամբ չփոխարինի ձեր շփումը հարազատների հետ։ Փորձեք ժամանակ գտնել անկեղծ զրույցների և միասին հանգստանալու համար։ Աշխատանքային ոլորտում կարող են առաջանալ մրցակցային իրավիճակներ, հատկապես ամռանը։ Այս պահին կարևոր է պահպանել հանգստություն և չներքաշվել ինտրիգների մեջ։ Հաջողությունը կգա նրանց, ովքեր գործում են հետևողական և զուսպ ձևով։ Ինչ վերաբերում է առողջությանը, ապա 2026 թվականը զգուշացնում է գերհոգնածության վտանգի մասին։ Պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին, քնի որակին և սթրեսի նվազեցմանը։ Թեթև ֆիզիկական ակտիվությունը և մաքուր օդում զբոսանքները կօգնեն պահպանել էներգիան, լավ ինքնազգացողությունը և մտքի հստակությունը, նույնիսկ տարվա ամենածանրաբեռնված ժամանակահատվածներում։ Իսկ հիմա արդեն անցնենք տարի և ամիս նշանակությանը։ Եթե դուք ծնվել եք տարով Ճագար, բայց ամսով Խոյ, Ցուլ, Եղորյակ և այլն, ապա լսեք նաև այստեղ ձեր նշանը։ Ճագար, Խոյ 2026 թվականին խոյերին անհրաժեշտ կլինի սովորել վերահսկել իրենց բնավորությունը։ Տարվա գրակային էներգիան կարող է ուժեղացնել ձեր հապճեպությունն այնքան, որ այն դառնա խնդիր։ Փորձեք այդ էներգիան ուղղել ճիշտ ուղղությամբ։
զբաղվել սպորտով կամ ստեղծագործությամբ, որպեսզի այն ձեզ օգուտ բերի։ Ճագար ցուլ։ Ցուլերը հնարավորություն կունենան արմատապես փոխել իրենց կյանքը։ Կրակեջին կօգնի դուրս գալ հարմարավետության գոտուց և փորձել նոր բաներ։ Մի վախեցեք փոփոխություններից, դրանք օգտակար կլինեն ձեզ համար։ Պարզապես կարևոր է չմոռանալ հարազատ մարդկանց մասին, նոր փորձառությունների հետևից գնալիս։ Ճագար եկվորյակ։ Եկվորյակները իրենց տարերքի մեջ կլինեն։ Տարվա ակտիվ և արագ ռիթմը լիովին համապատասխանում է ձեր բնավորությանը։ Օգտագործեք այս շրջանը առավելագույնը։ Ծանոթացեք նոր մարդկանց հետ, ճանապարհորդեք և սովորեք նոր բաներ։ Ձեր շփվողությունն ու ճկունությունը կօգնեն հասնել ցանկացած նպատակի։ Ճագար խեցգետին։ Խեցգետինները ստիպված կլինեն դուրս գալ իրենց հարմարավետ միջավայրից և ներգրավել ակտիվ իրադարձությունների մեջ։ Սկզբում դա կարող է անհարմար թվալ, բայց ժամանակի ընթացքում դուք կսկսեք հաճույք ստանալ ակտիվ կյանքից։ Մի վախեցեք ցույց տալ ձեր զգացմունքները։ Ճագար առյուծ։ Առյուծների համար այս տարին կբերի բազմաթիվ հնարավորություններ փայլելու համար։ Ձեր բնական խարիզման և տարվա էներգիան ձեզ կդարձնեն շատ գրավիչ։ Օգտագործեք դա կարիերայում առաջ գնալու և մարդկանց սրտերը գրավելու համար։ Ճագար կույս։ Կույսերը պետք է սովորեն ավելի արագ գործել և չկենտրոնանան մանրուքների վրա։ Կրակեջին չի սիրում չափազանց մեծ ուշադրություն մանրամասներին։ Սովորեք վստահել ձեր ինտուիցիային և արագ որոշումներ կայացնել։ Ճագար կշեռք։ Կշեռքներին անհրաժեշտ կլինի դառնալ ավելի վճռական։ Տարվա էներգիան չի սիրում կասկածներ և երկմտանք, բայց այն առատորեն կպարգևատրի նրանց, ովքեր արագ որոշումներ են ընդունում։ Ֆինանսական վիճակը կարող է փոփոխական լինել, բայց ընդհանուր առմամբ դրական։ Ճագար կարիճ։ Կարիճները կզգան ուժի և էներգիայի մեծ աճ։ Ձեր կրքոտ բնավորությունը և տարվա էներգիան միասին շատ ուժեղ ազդեցություն կունենան։ Օգտագործեք այդ ուժը մեծ նպատակներին հասնելու համար։ Ճագար և աղեղնավոր։ Աղեղնավորները նույնպես իրենց տարերքի մեջ կլինեն։ Այս տարին կարծես ստեղծված է ձեզ համար։ Ճանապարհորդություններ, արկածներ և նոր հնարավորություններ։ Բայց մի թողեք ձեր աշխարհայացքը ընդլայնելու ոչ մի հնարավորություն։ Ճագար այծեղջյուր։ Այծեղջյուրները պետք է թուլացնեն վերահսկողությունը և սովորեն երբեմն թողնել, որ ամեն ինչ ընթանա իր հունով։ Կրակեջին չի սիրում չափազանց լրջություն և պահպանողականություն։ Թույլ տվեք ձեզ երբեմն ավելի ազատ լինել։ Ճագար ջրհոս։ Ջրհոսները այս տարի կունենան շատ նոր և ստեղծագործ գաղափարներ։ Բացի այդ կլինեն նաև լավ հնարավորություններ դրանք իրականացնելու համար։ Ձեր յուրահատուկ յուրօրինակ մտածելակերպը շատ պահանջված կլինի։ Մի վախեցեք փորձարկումներ անել։ Ճագար ձկներ։ Ձկները պետք է սովորեն լինել ավելի վճռական և նպատակասլաց։ Տարվա էներգիան կօգնի հաղթահարել ձեր անվստահությունը և հասնել ձեր նպատակներին։ Հավատացեք ձեր ուժերին, և դուք կհասնեք հաջողության։ Այսքանը սիրելիներս, թող որ 2026 թվականը ձեզ համար լինի ամենահաջող տարիներից մեկը։